Սրդանց ասենք փառք մեր երկնավոր հորս էներ, փառք Տիրոջը, որ Աստված մեզ ընտրել, կանչել եւ մինչեւ հիմա պահել իր սուրբ անունը փառավորվի սերներ։ Սերներ մենք նշեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչելություն, իր փառավոր հարությունը սերներ, որ մենք հավատում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսը գերեզմանի մեջ չի մնացել, նա հարություն է արել, կենթանի է։ Սերներ, եթե նա կենթանի է, հավատում ենք, որ իր հետ կարելի է հանդիպել, հաղորդակցվել, լսել եւ փոխանցել սերներ։ Սերներ, եթե մեկը կուզե մեկի հետ հանդիպել, եթե մի կողմը չուզենա հանդիպել, հանդիպում չի լինի։ Եթե մենք փափագով ենք եկել Տեր Հիսուսի հետ հանդիպելու, իր խոսքի համաձայն, Տեր ասել է, որտեղ որ հավաքվեն 2-3-ը իմ անունով, ես այնտեղ ներկա եմ։ Հավատում ենք, որ Տեր այստեղ ներկա է։ Եթե մեր հոգու աչքերը բացվի, մենք կտեսնենք, որ Տերը ներկա է, ինքը շարքերով անցնում է սերներ։ Հիմա շատ անգամ մարդը չի ուզում հանդիպել, երբ որ սխալներ, տկարություններ, թերություններ ունի, կարծես թե չի համարձակվի, Տերը սուրբ է, Տիրոջ առաջ կանգնելու սերներ։ Ես այսօր կուզեմ կարճ ամեն մեկից հիշեցնել, որ մենք ցանկացած պարագային կարանք Տեր Հիսուսի հետ հանդիպել եւ Տեր Հիսուսն էլ ցանկացած պարագային ուզում է մեզ հետ հանդիպել սերներ, որտեղ Սուրբ Գրքի մեջ գրված է, որ Տիրոջը մոտեցիք եւ նա ձեզ կմոտենա։ Երբ որ մենք կարդում ենք Թագավորաց գիրքը սերներ, 3-րդ Թագավորաց 10-րդ գլխի մեջ կար մի թագավոր սերներ, նրա համբավը ամբողջ աշխարհը լսել էր։ Նրա իմաստության մասին, նրա փառավոր, իր ամեն ինչի մասին լսել էին սերներ։ Եվ մի հատ էլ թագուհի կար մեջ փափակ առաջացավ գնալ հանդիպել այդ թագավորին։ Եվ հետաքրքիր է սերներ, խոսքը գնում է Սողոմոնի մասին սերներ։ Սողոմոնի համբավ ամբողջ աշխարհն էր լսե, եւ հարավի թագուհին փափագեց գնալ Սողոմոնին հանդիպման։ Երբ որ եկավ սերներ Սողոմոնին հանդիպման, հետաքրքիր է ամեն ինչը երբ որ տեսավ, գրված է, որ խելքը գլխիցը գնաց։ Թագուհին ամինած նստած, վեր կենաց, իրանց նվագախումբը ամեն ինչ երբ որ տեսավ, եւ հետաքրքիր բան խոսավ։ Թագուհին, դա 3-րդ Թագավորաց 10-րդ գլուխ կարդում եմ 7 համարից, բայց ես այս խոսքերուն չավադացի, մինչև որ անձամբ եկա ու իմ աչքերովս տեսա, եւ ահա ինձի ասոր կեսը պատմած չէին։ Քու իմաստությունը դու երջանկությունդ իմ լսած համբավես ավելի եմ։ Երանի քու հորդ, երանի քու մարծոցդ, երանի քու ծառաներուդ, որոնք միշտ քու արջևդ կենալով, քու իմաստությունդ կլսեն։ Հետաքրքիր է սերներ թագուհին երանություն է տալիս Սողոմոնի ծառաներին, որ ամեն օր Սողոմոնի առջև կկանգնեն։ Քու Եհով Աստվածդ օրհնյալը լա, որ քեզի հավնեցավ ու քեզի Իսրայելի վրա թագավոր դրավ։ Ասենք փառք Տիրոջը։ Հետաքրքիր է սերներ, այս թագուհին մեզպես մեքենայով չէր եկել սերներ, անապատի մեջ ուղտերով եկած էր, ինչքան ճանապարհ էր անցել սերներ, եկել էր Սողոմոնի հետ հանդիպման։ Հետաքրքիր է սերներ, Սողոմոնին այդքան իմաստությունով էր տվել։ Որտեղից իմաստություն սերներ, Սողոմոնը խնդրեց Տիրոջից իմաստություն Տերն էր տվել։ Հիմա նայեցեք այդ Տերը հիմա ներկա է մեր մեջ է։ Մատթեոս ավետարան, երբ որ մենք կարդում ենք սերներ, Մատթեոս ավետարան կարդում ենք 12-րդ գլուխ 42 համարից։ Հարավի թագուհին դադաստանի օրը այս ազգի դեմ պիտի ելնե, ու պիտի դադարբարտի ասիկա, վանզը ինքը երկրի ծայրեն եկավ Սողոմոնին իմաստությունը լսելու, եւ ահա Սողոմոնե մեծը կա հոս ամեն։ Այո սերներ, Սողոմոնից մեծը կա այստեղ։ Ինչպես այդ արավի թագուհին լսել էր, Սուրբ Գրքի մեջ գրված է, որ սերներ հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Հիմա նայեցեք սերներ, մենք լսում ենք Աստծո խոսքը, թե քարոզի միջոցով, թե երգի միջոցով, աղոթքի ժամանակ սերներ, բայց բոլորը սերներ, երբ որ մենք Սուրբ Գիրքը կարդում ենք,
Աստված մեզ հետ է խոսում, երբ որ մենք ենք աղոտ կանում, Աստծո հետ ենք խոսում սերներ, որտեղ մենք սկզբից շատցինք, որ նա կենթանի է, բայց այս ամենը մի կարևոր նպատակի պետք է ծառայե, որ ամեն մեկս անձնական Տեր Հիսուսի հետ հանդիպում ունենալ։ Երբ որ մենք հանդիպում ունենանք Տեր Հիսուսի հետ սերներ, նայեցեք մարդ իրան շատ անգամ արդար, սուրբ կգարձե, բայց երբ որ մարդը կանգնի սուրբի առաջ, իր անսրբությունը նոր կտենա։ Երբ որ Պետրոսը հանդիպավ Տեր Հիսուսին, ասեց մեկտի գնա, ես մեղավոր մարդ եմ։ Մինչև այդ ժամանակ կարող ինք ասել, որ ես արդար քրդինքով աշխատող մարդ եմ, ծուկ եմ, որսացե, այդ ընտանիքս պահել եմ, բայց երբ որ կանգնավ սուրբի առջև, ասեց մեկտի գնա, ես մեղավոր մարդ եմ։ Մինչև մարդ ինքնից զորավորի առջև չկանգնի, իր անզորությունը չի տեսնի։ Մինչև ինքը սուրբի առջև չկանգնի մարդը, իր անսրբությունը չի բացվի սեներ։ Բայց հետաքրքիր բան է սեներ, երբ որ մենք այդ սուրբի առջև կանգնենք սեներ, մեր անսրբությունը տեսնենք սեներ, միթե Տերը անսրբության համար մեզ կդադե սեներ։ Նայեցեք սեներ, Սուրբ Հռոմացիս թղթի մեջ կարդում ենք, Աստված մեզի սիրեց, երբ որ մենք մեղավոր էինք։ Աստված մեզ հետ ուզեց հանդիպել, երբ որ մենք մեղավոր էինք, մեղքերի մեջ մեռած էինք։ Հիմա հետաքրքիր է սերներ, Աստված այդ մեղավոր վիճակի մեջ, երբ որ մարդու հետ հանդիպի, ինչպես կվերապերվի։ Հիսուս սերներ բառացիորեն թարգմանվում է փրկիչ, Քրիստոս օձյալ։ Եվ մի տեղել ուզում եմ հիշացնել ամեն մեկի սերներ, երբ որ Տեր Հիսուսը խոսում էր սամարացի կնոջ հետ։ Հովանու ավետարան 4-րդ գլխի եւ մեջ, երբ որ մենք կարդում ենք, Տեր Հիսուսը Տեր ինքը սկսեց խոսել սամարացի կնոջ հետ։ Ջուր ուզեց, ինքը զարմացավ ոնց կարաս ինձ հետ հաղորդակցվեց, սամարացի կիսա ժողովրդի չէին հաղորդակցի, անսուրբ կամար էին սերներ։ Եվ մի կարևոր բան ասեց ով գին, եթե դու գիտենայիր քեզ հետ խոսողը ով է, դու իրանի ջուր կուզեիր, եւ դու կխմեիր այդ կյանքի աղբյուրից եւ այլևս չէիր ծառավե։ Հետաքրքիր է, սեներ, երբ որ այդ զրույցը շարունակվավ, շարունակության մեջ կարդում ենք սեներ, երբ որ Տերը հարցրեց գնա ամուսնուդ կանչի, ասեց ամուսին չունես, ասեց ուղիղ դու խոսեցավ եւ ամեն բան պարզվավ, հետաքրքիր է սեներ։ Այս կինը լսել էր որ Մեսիան պիտի գա սեներ։ Եվ ամեն բան երբ որ բացվավ, այս կինը գնաց քաղաքով մեկ հայտարարեց, որ Մեսիան եկել է։ Եվ այս մարդիկ երբ որ լսեցին, իրանց մեջ էլ փափակ առաջացավ գնալ հանդիպել Տեր Հիսուսին։ Երբ որ հանդիպավ սերներ, ինչ ասեցին, Հովանու ավետարան 4-րդ գլուխ կարդում եմ 42 խոսքը։ Ուստի կսեին կնոջը, ասիկե ետքը ոչ թու խոսքիդ համար կհավատանք, այլ մենք անձամբ լսեցինք եւ գիտենք, թե անիկա է ճշմարտապես աշխարհի փրկիչ Քրիստոսը, ամեն։ Տեսեք սերներ, ժողովրդի մեջ էլ փափակ առաջացավ անձամբ հանդիպել Տեր Հիսուսին։ Հանդիպելուց հետո նոր իրանք դավանեցին, որ ինքը փրկիչն է։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Նայեցեք սերներ, մարդը կարա գիտակցաբար եւ անգիտակցաբար սխալնել թույլ տա։ Մարդու մեղքի բնությունը կդրտե սերներ, որ մարդը միշտ մեղ գործ է։ Սերներ, նայեցեք, ադամական դա բնությունն է։ Շիշ բոլորը շատերս հիշում ենք սերներ, երբ որ Տեր Հիսուսը աշակերտներին ասեց, որ բոլորդ պետք է թողնեք ինձի, պետք է հեռանաք։ Իրանց մեջ Պետրոսը համարձակ էր սերներ, ասեց ով թողնե, բայց ես չեմ թողնե։ Դա մարդու բնությունն է։ Գիտեք սերներ, Պետրոս կերպարը այն վաղտը իհարկե ինքը ասեց ով թողնի, ես չեմ թողնե։ Նայեցեք սերներ, եւ Մատթեոս ավետարանի մեջ գրած էր սերներ, այդպես ասում էին բոլորը։ Դա ինքնավստահության, ինքնահավանության բնությունն է մարդու սերներ։ Եվ Տեր ասեց, որ հավը մինչև չխոսած դու 3 անգամ կուրանաս։ Հետաքրքիր է սերներ, երբ որ այդ պարական եղավ սերներ, մենք կարդում ենք, որ Տեր Հիսուսը, երբ որ հավը խոսեց սերներ, Տեր Հիսուսը նայեց Պետրոսին սերներ, դա սիրո հայացք էր
Եվ Պետրոսը տառնապես լաց եղավ սեներ այն վարդապետին, որ 3 տարի ու կես սեներ իր հետ քայլել էր, խոսել էր, հրաշքներ էր տեսել, իր հետ հաղորդակցվել էր, հաղորդություն էր վերցրած ձեռից, ասես ես չեմ ճանաչել սեներ։ Դա մարդկային բնություն է, մարդ առանց Սուրբ Հոգու լեցունության սեներ, միտեղ վախկոտ է, միտեղ էլ հբարտ է։ Հիմա հետաքրքիր է սեներ, Պետրոսը ուրացել է, բայց աշակերտների կողքի չի գնացել, վերնատունը միշտ անգամ աշակերտներ աղոտ կարես էներ։ Եվ հետաքրքիր, երբ որ հեշտագը կհայտնվի, նայեցեք այդ վիճակի մեջ, կարդում եմ Մարկոս ավետարան 16-րդ գլուխ, տեսեք հեշտագը կհրավիրե բոլոր աշակերտներին, որ Տերը ուզում է ձեզ հետ հանդիպան։ Մարկոս ավետարան 16-րդ գլուխ 7 խոսքն եմ կարդում։ Ուրեմն գացեք ըսեք անոր աշակերտներին եւ Պետրոսին, թե ահա ձեզ մե առաջ Գալիլա գերթամ, հոմ պիտի տեսնեք Զանիկա ինչպես ձեզի ըսավ։ Տեսեք սեներ, կարծես թե Պետրոսը կոտրված, ճարթրված սեներ, բայց հետաքրքիր բան է սեներ, հրեշտակը բոլորին է հրավիրում եւ Պետրոսին, Պետրոսի անունը հաշտուկ շեշտվում է սեներ։ Անկախ տկարություններից, թերություններից Տեր Հիսուսը գիտեր որ այդ վիճակը գա սեներ։ Հիմա Տերը մեզանից ավելի լավ կճանաչի սեներ։ Մեր թերություններով հետ մեկտեղ։ Հիմա կարող է ստե մեկը նստած է սեներ ու ինքը իր մեջ մտածե։ Կարող է Տերը այցելեն եղբորը մյուս քուրիկի մյուսին ինձ ինչ պետք է այցելե։ Հանկարծ մտքեր է գալիս քեզ երեկվա տկարությունը այսօր կամ մյուս օրվա սեներ գիտակցաբար անգիտակցաբար կարող է մտածես ես գիտեմ ես սուտ խոսելը մեղքը մեր խոսքով ինչ որ բաներ մեղքը բայց իմ մեջ կատարվել է Տեր ինչի պետք է ինձ այցելե սեներ բայց Սուրբ գրքի մեջ գրված է որ սեներ կանչեցեք բոլոր աշակերտներին եւ Պետրոսին Այսինքն Տերը կուզե հանդիպել Պետրոսի հետ սեներ եւ Տերը այստեղ գտնված բոլորիս հետ կուզե հանդիպել եւ հետաքրքիր է սեներ բոլորը վազեվազ եւ Պետրոսը վազեվազ գնում են Տեր Հիսուսի հետ հանդիպելու Նայեցեք մարդը գիտեք ոնց ասեներ մարդը կարա երեսով դա ասե դե տեսար ինչ եղավ այսօր քեզ ասում էի բայց հետաքրքիր է այդ պարագայի մեջ եթե Տերը հանդիպի ինչպես կվերապերվի Հովանու ավետարան 21-րդ գլխի մեջ կարդում ենք 15 համարից Երբ ճաշերին Հիսուս ըսավ Սիմոն Պետրոսին Սիմոն Հովնանի որդի զիս ադոնցմեն ավելի կսիրես Անիկա սամանոր այո Տեր դու գիտես թե քեզ կսիրեմ Հետաքրքիր է սեներ այստեղ ոչ մի հանդիմանական խոսք չկա սեներ ուղղակի հարց կուղե Պետրոս, Սիմոն, Սիմոնը դա հին մարդու կերպարն է սեներ, Պետրոսը նոր մարդն է, Սիմոն, Հովնանի որդի ինձ կսիրես, ադոնցմեն ինչ կա չկա, քեզ հետ ինչ է կատարվել, ինչ կա քո հես հետ սեներ, ամենակարևորը դու ինձ կսիրես։ Այսօր կարևոր մի բան է սեներ, ես ու դու ճշմարտությունը սիրում ենք, ճշմարտությունը Տեր Հիսուսն է, եւ Տերն էլ ասեց ճշմարտությունը կիմանաք եւ այդ ճշմարտությունը ձեզ ազատ կանե։ Թող Տեր օրհնե սեներ, Տեր Հիսուսը ուզում է Պետրոսի հետ հանդիպել։ Երկրորդ անգամ ասեց Սիմոն, Հովնանի որդի ինձ ադոնցմեն ավելի կսիրես, եւ երրորդ անգամ նույն բան ասեց սեներ։ Թող Տեր օրհնե մեզի սեներ։ Այսօր Տեր Հիսուսը ուզում է ամեն մեկիս հետ հանդիպել, ոչ թե քո մեղքը խայտարակ անել սեներ, այլ Տեր Հիսուսը հանդիպելով մեզ հետ սեներ, մեր մեղքի բնությունը խաչը կհանե, մեզ ազատ կարձակե։ Այսօր այդ օրն է սեներ, հանդիպել անձամբ Տեր Հիսուսի հետ, այդ փափակ ունենալ, այդ աղոթք ունենալ մեր մեջ սեներ, առանց հանդիպան այստեղից չգնալ։ Եվ Տերն որ մեզի հանդիպի սեներ, մեզի կմոտենա ոչ թե դադավոր, հապա փրկիչ, հապա փրկիչ, թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։